Եթե դաշտում մենք ուզում ենք ունենալ մրցակցային ընտրություն, ժողովրդավարական ընտրություն, պարզ է չէ, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը արդեն բոլոր հնարավոր օրենքները բազմիցս խախտել է եւ ստեղծել է բացարձակ անհավասարակշիռ, անհավասար պատկեր։ Համենայն դեպս եթե վերցնենք միայն գովազդին հատկացված գումարները, արդեն իսկ ֆանտաստիկ պատկեր կարող է ունենալ մյուս կուսակցությունների համադրությամբ, նույն իշխանական կուսակցության համադրությամբ։ Այնպես որ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողը իրոք ընտրություն ունենա, Սամվել Կարապետյանը չպետք է մասնակցի իր ուժեղ Հայաստանով ընտրությունների, առավել ևս, որ Սամվել Կարապետյանը, որը հռչակվել է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու, եռաքաղաքացի է եւ Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով չի կարող պարզապես Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարում մշտապես բնակություն չունեցող եռաքաղաքացի անձը լինել վարչապետի թեկնածու կամ վարչապետ։ Ասում են հետո սահմանադրությունը կփոխեն, կհարմարեցնենք մեզ։ Գիտեք, այդ պարագայում մենք գնում ենք ծերուկ խոտաբիջի օրինակով, այն ինչ որ մի մազմորուկից կփոխի, սահմանադրությունը տաղ կփոխվի, ասում են նաև, որ ընտրվելու դեպքում Սամվել Կարապետյանը կհրաժարվի մյուսի։ Իսկ ինչու հիմա չի հրաժարվում։ Հարց, ինչու հիմա չի հրաժարվում։ Կամ ընդհանրապես, գիտեք, մենք հարցը դնում ենք իրավական հարթության վրա, հարցը դնում ենք ֆինանսական հարթության վրա, բայց եկեք ինքներս մեզ հետ մի քիչ էլ արդար ու ազնիվ լինենք, իսկ կա բարոյական իրավունք, բարոյական իրավունք։ Ընդհանրապես ով է Սամվել Կարապետյանը, մեծ բարերար Սամվել Կարապետյանը, որ գա եւ Հայաստանի Հանրապետությունում փորձի դառնալ վարչապետ, չեն անցել այդ ժամանակները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։